ԱՄՆ-ի հարվածների տակ են հայտնվել Իրանի 13 քաղաքներ։ Պայթյուններ են որոտացել Հորմուզի նեղուցի շրջանում եւ տարբեր քաղաքներում։ Բանդար Աբաս, Քերմանշահ, Քեշմե եւ Ավաս քաղաքներում։ Իրանն ի պատասխան բալիստիկ հրթիռներ եւ ԱԹՍ-ներ է արձակել միանգամից մի քանի ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Հորդանանում ԱՄՆ-ի ռազմակայանում վնասվել են զինամթերքի պահեստները եւ վառելիքով լի տանկերը։ Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայում ոչնչացվել են ուղաթիռների տեղ սպասարկման վայրեր, ԱՄՆ անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոններ եւ թիրախներ։ Խոցվել է նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի բազան։ Քուվեյթում էլ ոչնչացվել է Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգը, ինչպես նաև վառելիքի մի քանի ջրամբարներ։ Իրանի հարավում ԱՄՆ-ի հարձակումների վերջին ալիքի ժամանակ իրանցի զինվորական է զոհվել։ Նա Իրանի ռազմածովային ուժերի կրտսեր լեյտենանտ էր, հայտնել է իրանցի պաշտոնյան։ Մեր լրատվական գործակալության տվյալներով երկրի հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգում ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով վիրավորվել է 2 մարդ։ Այս ամենի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Մեջբերում Իրանը 3 համաձայնեց մեզ համար կատարյալ գործարքի։ Նրանք զիջեցին ամեն ինչում, դրանից հետո լքեցին սենյակն ու 1 ժամվա ընթացքում անօդաչու թռչող սարք արձակեցին մեր նավերի ուղղությամբ»։ Մեջբերման ավարտը։ Իրանը հարվածել է Քուվեյթի եւ Իրաքի սահմանին գտնվող 3 անցակետերի, հայտնել է Քուվեյթի պաշտպանության նախարարությունը։ ԻՀՊԿ-ն հայտնել է, որ 4 Ֆաթեհ 110 հրթիռ են արձակել հրթիռային կայանքների վրա, որոնք պատրաստվում էին կրակ բացել Իրանի ուղղությամբ։ Իրանական անօդաչու թռչող սարքերը նաև անջատել են Քուվեյթում գտնվող նոր-ամերիկյան բազայի կապի համակարգերը եւ փակել մուտքի ճանապարհները։ Նախնական հաղորդագրությունների համաձայն իրանական հարձակման հետևանքով զոհվել է մի քանի ամերիկացի զինվոր։ Ավելին հարվածներ են հասցվել Պարսից ծոցում գտնվող Քուվեյթի նավթային ընկերության ծովային հորատման հարթակներին։ Հարձակման հետևանքով վիրավորվել է 1 աշխատակից եւ վնասվել են բազմաթիվ սարքավորումներ։ Գիշերվա հարձակումից հետո Օմանի արտաքին գործերի նախարարությունը Մասկատում Իրանի դեսպանին կանչել է ու հանձնել պաշտոնական բողոքի նոտա երկրի տարածքին իրանական անօդաչու թռչող սարքերով հարվածելու համար։ Խոսքը Մուսանդամ եւ Ալբատինա նահանգների օբյեկտների վրա հարձակումների մասին է։ Օմանը դժգոհություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ եւ այդ գործողություններն անվանել անպատասխանատու։ Իրանի արտգործնախարարությունը ամերիկյան հարվածների ֆոնին Վաշինգտոնին մեղադրել է միջազգային իրավունքի խախտման համար։ Պատերազմը դադարեցնող համաձայնագրի ստորագրումից ընդամենը 25 օր անց ԱՄՆ-ն բացահայտորեն խախտել է համաձայնագրի գրեթե բոլոր դրույթները։ Հարձակվելով Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների, ձկնորսական նավերի, բեռնանավերի, օդերևութաբանական օբյեկտների եւ շինությունների վրա ԱՄՆ-ն իրականացրել է ռազմական հանցագործությունների ամենածանր գործողությունները։ Մեջբերման ավարտը։ Նախարարությունում կրկին հիշեցրել են, որ Իրանի դեմ հարձակումների ցանկացած աղբյուր Թեհրանը դիտարկի որպես պաշտպանական հարվածների օրինական թիրախ։ Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին իր հերթին կոչ արել խորհրդարանին կամ նպատակահարմարության խորհրդին ընդունել օրենք, որը երաշխավորում է վճռական պատասխան երկրի գերագույն առաջնորդի կամ բարձրաստիճան զինվորականների ու պետական պաշտոնյաների դեմ մահափորձի ցանկացած փորձի համար։ October 7 had nothing to do with their nuclear program. 71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինսի Գրեհեմը, նա հակառուսական պատժամիջոցների ակտիվ կողմնակից էր։ Սենատորը մայից առաջ վերջին հեռախոսազրույցն է ունեցել նախագահ Թրամփի հետ, քննարկելով Ուկրաինան, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր հարվածները։ Զանգից հետո Գրեմը ինչ-որ մեկին ասել է, որ իրեն լավ չի զգում, բայց պլանավորում է բժշկական օգնության դիմել Կիրակի, նախատեսված հեռուստատեսային ելույթից հետո։ Ըստ տեղեկությունների նա կատակել է. «Ես հիմա չեմ կարող մահանալ, ես դեռ պետք է կիրառեմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ, կարգավորեմ Իրանի հարցերը եւ Իսրայել-Սաուդյան արաբական հարաբերությունները»։